Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Առաջիկա րոպեներին դիտեք։ Our most intense day of strikes inside Iran. Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը հայտարարում է Իրանի վրա մինչ օրս իրականացվող ամենաուժեղ հարձակման մասին։ Ավելի վաղ նախագահ Թրամփը պնդել էր, թե պատերազմը շատ շուտով կավարտվի։ Արտաքին հետախուզության ծառայությունը հայտնում է այլ երկրում ներհայաստանյան ընտրական գործընթացներին միջամտելու տեղեկություններ ձեռք բերելու մասին, անուններ չեն տվել։ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ն ու Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը շարունակում են բանակցել ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու շուրջ։ Եկեք այդպիսի մանր հարցեր չքննարկենք։ Եվ հիմա ես փաստերով, կոնկրետ ապացույցներով Նոր ադրբեջանական դիրքի թեման չի փակվում։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Թաթոյանի թիմը Պապիկյանից բացատրություններ է պահանջում։ Ցեղասպանության թանգարանի տնօրենը հեռացման դիմում է գրել. աշխատակազմը չի հավատում նրա պաշտոնանկության պաշտոնական վարկածին։ Նիկոլ Փաշինյանը միջուկային էներգիայի գագաթնաժողովի ընթացքում վերահաստատեց. Հայաստանը գործող ատոմակայանը որոշել է փոխարինել փոքր մոդուլային ռեակտորով։ Մի շարք հարցականներով հաղորդագրություն, որին իրավապահները շատ արագ ձեռնամուխ եղան։ Արտաքին հետախուզության ծառայությունը այսօր այլ երկրում Հայաստանի քաղաքացիների վրա բանեցվող ճնշումների մասին հաղորդեց, որի նպատակը ըստ հայտարարության ընտրություններում որոշ ուժերին աջակցելը պետք է լիներ։ Վարչապետին ենթակա այս մարմինը թեև փաստեր չէր ներկայացրել, չէր մանրամասնել, որ երկրի մասին է խոսքը, այդ որ ուժին կամ ուժերին աջակցելու համար են բանեցվում ճնշումները, բայց իշխանական շրջանակին այդքանն էլ խիստ մտահոգել է, շտապել էին զգուշացնել, տեղ-տեղ անցնելով ռուսերենին։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն այսօր օրվա սկզբին տարածած հայտարարությամբ պնդեց, թե հետախուզական տվյալներ է ստացել, որ այլ երկրում հատուկ ծառայությունների անունից ինչ-որ անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որպեսզի վերջիններս հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ֆինանսական եւ կազմակերպչական բնույթի հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերի։ Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայ ազգի եւ Հայաստանի քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ, վերջիններից մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական եւ կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով։ Այս տեղեկությունը նախընտրելով տարածել պետական Armenpress-ի միջոցով արտաքին հետախուզական ծառայությունը սակայն այդպես էլ չի տվել մի շարք գլխավոր հարցերի պատասխաններ, որ երկրում են Հայաստանի քաղաքացիներին ճնշում հատուկ ծառայությունների անունից։ Հայաստանյան քաղաքական որ ուժերին պետք է այդ երկրում գտնվող Հայաստանի քաղաքացիները աջակցեն ֆինանսապես եւ ոչ միայն։ Անպատասխան մնացած այս հարցերի ֆոնին ժամեր անց ոստիկանությունը տեղեկացրեց, որ արդեն իսկ ստուգողական գործողությունները իրականացրել արտաքին հետախուզական ծառայության տեղեկատվության հիման վրա եւ առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկել քննչական կոմիտե։ Թե կոնկրետ երբ է ոստիկանությունը արել այդ ստուգողական գործողությունները, այսօր մի քանի ժամվա ընթացքում, թե ավելի վաղ ներքին գործերի նախարարությունից չեն մանրամասնում։ Ոստիկանության կարճ հաղորդագրության մեջ միայն նշվում է ընտրողներին նյութական կամ այլ կախվածության միջոցով ընտրությանը հարկադրելու մասին, բայց կրկին անհայտ է մնում, թե այդ առերևույթ հանցանքը որ երկրում է տեղի ունեցել։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու եւ նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից այսօր Ազատությանը փոխանցեցին, որ ոստիկանության հաղորդումը ստացել են, այն ուսումնասիրման փուլում է, այլ հարցերի հրաժարվեցին պատասխանել։ Փոխարենը արտաքին հետախուզական ծառայության այս տեղեկատվությանը շտապել է արձագանքել իշխող քաղաքացիական պայմանագրի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, հորդորելով հանրությանը գուշակել, թե այդ որ երկրում են հայ գործարարներին ճնշում, որպեսզի նրանք աջակցեն ինչ-որ քաղաքական ուժի։
Քիչ առաջ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ հետախուզական տվյալներ է ստացել, որ օտար երկրներից մեկում, փորձեք գուշակել իհարկե, որ երկրում, մարդիկ գնում են, ներկայանում են այդ երկրի հատուկ ծառայությունների աշխատող, աշխատակից կամ գործակալ կամ ինչ կուզեք անունը դրեք, հայ բիզնեսմեններին ստիպում են ու ճնշումներ են գործադրում նրանց վրա, որպեսզի նրանք ֆինանսական եւ ոչ միայն ֆինանսական աջակցություն ցուցաբերեն Հայաստանում առաջադրված կամ առաջադրվելիք քաղաքական ուժերից որևիցե մեկին։ Ենթադրում եմ, սա իմ ենթադրությունն է արդեն, բայց սա շարունակությունն է այն բոլոր խոսակցությունների, որ երկրներից մեկում փորձ է արվելու բռնաճնշումներով մարդկանց ուղղորդել Հայաստան ընտրություններին մասնակցելու։ Իր ենթադրությունների վրա հիմնվելով իշխող ուժի փոխնախագահը զգուշացրեց, թույլ չեն տալու, որ ինչ-որ երկրում որոշվի Հայաստանում կայանալիք ընտրությունների ելքը։ Թեև այդ երկրի անունը Վահագն Ալեքսանյանը չէր տալիս, բայց խոսքի կեսից զգուշացումներ անելիս անցավ ռուսերեն լեզվին։ Եթե ձեզ թվում է, թե օտար երկրի հատուկ ծառայությունները պետք է գնան հայ բիզնեսմենների վզին ձայների քանակ դնեն, նրանք է պետք է այդ մարդկանց ստրուկի տեղ դրած ուղղորդեն Հայաստան, ու դրանով դուք կարողանաք ընտրություններում ինչ-որ արդյունք գրանցեք, գլուխներդ պատին եք տալու։ Չեք տենալու դուք նման բան, չի լինելու նման բան։ Գնացեք ձեր շեֆերին, ձեր պագոնավոր հրամանատարներին ու մնացածին, ասեք «Всё пропало, шеф, не получается»։ Իդեպ Ռուսաստանից Հայաստան ընտրողներ բերելու խոսակցություններին օրերս անձամբ անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած ներկուսակցական արշավի շրջանակներում։ Փողոցում քաղաքացիներից մեկի հետ զրույցում տեղեկանալով, որ վերջինս Մոսկվայից է եկել, Փաշինյանը կեսկատակ հարցրեց. եկել է որ իր դեմ քվեարկի։ Մոսկվայից եկել եք որ մեր դեմ քվեարկեք։ Անպայման։ Չէ, համար։ Բայց տենց լուրեր են ասում են Մոսկվայից Ռուսաստանից բերելու են մարդկանց, որ չէ, սպասեք, չէ, ես ընդհանրակ ասում եմ, թող բերեն, որովհետև եկածների 84.5%-ը ընդեղ մեր արած հարցումների համաձայն քվեարկելու է մեր օգտին։ Լուրջ եմ ասում։ Չմտածեք կատակ եմ անում։ Ամենալուրջը։ Ինչ կհետևի արտաքին հետախուզական ծառայության հայտարարությանն ու քննչականի ուսումնասիրությանը, արդյոք սա քրեական վարույթի հիմք կդառնա եւ մեղադրյալներ կներգրավեն, առայժմ պարզ չէ։ Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ունենալով սեփական թեկնածուն, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը Սամվել Կարապետյանի աջակցության դիրքերից է վերջին շրջանում հանդես գալիս։ Ինչու՞։ Այս հարցը Ազատությունը ՀԱԿ փոխնախագահին է ուղղել։ Կընդգրկվի արդյոք Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակում։ Լևոն Զուրաբյանն այսօր Ազատության այս հարցին կոնկրետ պատասխան չտվեց։ Գիտեք, եկեք այդպիսի մանր հարցեր չքննարկենք։ Այստեղ ավելի կարևոր է դաշինքի ստեղծումը, միասնական համաժողովրդական ճակատի ստեղծումը։ Թե դեպքում կոնկրետ ես ինչ դերակատարություն կունենամ, դա երկրորդական հարց է։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն նշում է, որ ընտրություններին մեկ միասնական ճակատով հանդես գալու շուրջ բանակցությունները միլիարդատեր գործարարի քաղաքական ուժի հետ շարունակվում են։ Մոտեցումները ներկայացրել ենք բնականաբար Սամվել Կարապետյանի թիմին նույնպես։ Արձագանքում եք Դե խոսակցություն է, շարունակվում է, տեսնենք ուր կգանք։ ՀԱԿ-ի թեկնածուն առաջարկում է համախմբվել եւ կանխել իր իսկ ձևակերպմամբ խաղաղության անվան տակ Հայաստանի ադրբեջանացման Նիկոլ Փաշինյանի ծրագիրը։ Այն ինչ ներկայացնում է Փաշինյանը Զուրաբյանի համոզմամբ ոչ թե խաղաղություն է, այլ նախընտրական զինադադար, որով Ալիևը ընդամենը ուժեղացնում է Փաշինյանի դիրքերը ընտրություններից առաջ, որպիսի հետո շարունակի Հայաստանը քայքայելու իր քաղաքականությունը։ Փաշինյանն ու թիմակիցները մինչդեռ վստահեցնում են, Հայաստանում վերջապես խաղաղություն է հաստատվել, իսկ առաջիկա ընտրություններում իրենց հաղթանակի դեպքում այդ խաղաղությունը անշրջելի են դարձնել։ Մենք էլ ենք ուզում այդ հաշտությունը, բայց մենք չենք ուզում դա Հայաստանի ինքնության կորստի գնով, Հայաստանի ադրբեջանացման գնով, այսինքն մենք չենք ուզում, որ այսուհետև Հայաստանի ներքին քաղաքական խնդիրները լուծվեն ոչ թե Երևանում կամ Գյումրիում կամ Ագարակում, այլ լուծվեն Բաքվում։ Ի վերջո, եթե ՀԱԿ-ին չհաջողվի իրենց ծրագրերի շուրջ միավորել քաղաքական դաշտի ուժերին եւ դաշինք կազմել, ապա Զուրաբյանի խոսքով իրենք միայնակ կմասնակցեն ընտրություններին։ 2021-ին առաջին նախագահի կուսակցությունը միայնակ էր մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ հավաքելով ընդամենը 19000 ձայն դուրս էր մնացել ազգային ժողովից։ Հայ ազգային կոնգրեսը միայնակ
կամ համախմբման մաս կազմելով անպայման մասնակցելու է ընտրություններին։ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին օրերին փաստացի իր աջակցությունն է հայտնում հայաստանյան քաղաքականության մեջ առաջին քայլերն անող Սամվել Կարապետյանին։ Նախ առաջին նախագահը հայտարարեց, որ պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է, ապա նրան անվանելով ինքնաբավ եւ կայացած գործիչ, Լևոն Տեր-Պետրոսյանը պնդեց, թե միլիարդատեր գործարարը ընդունակ է իր շուրջը համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից եւ տեխնոկրատներից կազմված մի ուժեղ կառավարություն, որի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը եւ բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։ Ավելին առաջին նախագահը նաեւ վստահեցրել էր, թե իր հաղթանակի պարագայում Սամվել Կարապետյանը չի հրաժարվի Հայաստանի եւ այլ պետությունների միջև կնքված պայմանագրերից, փոխարենը ավելի կամրապնդի նրանց առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները։ Թե ինչի վրա է հիմնված այս վստահությունը, ՀԱԿ ղեկավարը չէր մանրամասնել։ Ինչու է Տեր-Պետրոսյանն առաջիկա ընտրություններում ունենալով վարչապետի թեկնածու իդեմս Լևոն Զուրաբյանի աջակցում Սամվել Կարապետյանին, պնդելով, որ նա կարող է ձևավորել ուժեղ կառավարություն, գուցե չի հավատում իրենց թեկնածուի հաղթանակին։ Զուրաբյանն ասում է, թե առաջին նախագահն այս պարագայում հանդես է գալիս վերկուսակցական դիրքերից, փորձելով ապահովել ընդդիմության համախմբումը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Տեր-Պետրոսյանը ես արդեն առիթ եղել է, ասել եմ, հանդես գալով Հայաստանի քաղաքական պատրիարխի դիրքից, դրսևորելով ավելի շատ վերկուսակցական կեցվածք եւ մոտեցում, նախաձեռնել է նաեւ հնարավոր համախմբման գործընթացը։ Քաղաքական ուժերին միավորելու Տեր-Պետրոսյանի առաջարկին Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանից կոնկրետ պատասխան չի հնչել։ Գործարարի քաղաքական թիմը միայն նշել էր, թե մեջբերում եմ, մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև։ Հայաստանում շուտով լինելու է նոր ուժեղ առաջնորդություն։ Փոխարենը օրերս Լևոն Տեր-Պետրոսյանը նոր մեկնաբանությամբ է հանդես եկել, զգուշացնելով, որ Արևմուտքը փորձելու է խանգարել Սամվել Կարապետյանի ընտրությանը։ Փաշինյանի արևմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատումը, ինչն ամենևին չի մտնում իրենց հեռահար հաշիվների մեջ։ Ուստի նրանք փորձելու են ամեն ինչ անել նման զարգացումը խափանելու ուղղությամբ, անտեսելով այն հանգամանքը, որ սեփական իշխանությունն ընտրելու բացառիկ իրավունքը պատկանում է ժողովրդին։ Փաստացի, սակայն, գործարար Սամվել Կարապետյանը չի էլ կարող վարչապետի թեկնածու լինել, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է։ Նրա թիմը սահմանադրական այս արգելքը մտադիր է հաղթահարել ընտրություններում հաղթելու դեպքում սահմանադրությունը փոխելու միջոցով։ Հիմա Հայաստանի հարևանությամբ արդեն 11-րդ օրը ծավալվող դեպքերի մասին։ Հակասական հայտարարություններ են հնչում Վաշինգտոնից Թրամփն ու նրա թիմը թե պատերազմը շարունակելու, թե շուտափույթ ավարտելու մասին են խոսում։ Նավթի գների $120 սահմանը հատելու ֆոնին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանում պատերազմը մոտ ապագայում ավարտելու մասին։ Եթե ընդամենը մի քանի օր առաջ նա պահանջում էր Իրանի անվերապահ կապիտուլյացիան, ապա այժմ ասում է, պատերազմը գործնականում ավարտվել է, իրենք էլ առաջ են ընկել ժամանակացույցից։ Միացյալ Նահանգներն այսօր ամենաինտենսիվ հարվածները կհասցնի ծանր պարտություն կրող Իրանին։ Պատերազմի 11-րդ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։ Պենտագոնում հրավիրված մամուլի ասուլիսին Փիթ Հեքսեթը պնդել է. Իրանը հիմա միայնակ է մնացել, նրա պրոքսիները կամ ջախջախված են, կամ լուսանցք են մղվել։ Ամերիկացի պաշտոնյան նաև ասել է, որ հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված նպատակները եւ մեջբերում եմ չեն նահանջի մինչեւ թշնամին լիովին եւ վճռականորեն պարտության չմատնվի։ But we do so. We do so on our timeline and at our choosing. Բայց մենք կորոշենք, թե դա երբ եւ ինչպես անել։ Օրինակ այսօր Իրանում հարվածների ամենաինտենսիվ օրը կլինեն ամենաշատ կործանիչները, ռմբակոծիչները, ամենաշատ հարվածները կհասցվեն։ More refined and better than ever. ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Դեն Քեյնը իր հերթին պնդել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հրթիռային կարողությունների զգալի մասը, նաև ավելի քան 50 ռազմանավ։ Մինչ այդ ԱՄՆ նախագահն էր հայտարարել, որ Իրանի դեմ պատերազմում հսկայական հաջողություններ ունեն եւ այն կավարտվի շատ շուտով։ Դոնալդ Թրամփը միաժամանակ զգուշացրել էր, ռազմական գործողությունները դեռ կշարունակվեն, քանզի ԱՄՆ-ն ցանկանում է վստահ լինել, որ Իրանը դեռ երկար ժամանակ չկարողանա միջուկային զենք ստեղծել։ Այս հայտարարությունից առաջ Թրամփը հեռախոսով զրուցել էր Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը ըստ Կրեմլի տեղի է ունեցել
ստացել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Սպիտակ տան ղեկավարը նաև սպառնացել էր ավելի ուժեղ հարվածել, եթե Իրանը շարունակի խոչընդոտել Հորմուզի նեղուցով նավթի մատակարարմանը։ Ես թույլ չեմ տա, որ ահաբեկչական ռեժիմը պատանդ պահի աշխարհը եւ փորձի դադարեցնել աշխարհի նավթի մատակարարումը, եւ եթե Իրանը որևէ բան անի դրա համար, նրանց կհարված ենք շատ ավելի ուժեղ, որ նրանք երբեք չեն կարող վերականգնվել, երբեք։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է հրթիռային ծրագրի մասին Թրամփի պնդումները, սպառնալով ավելի շատ ու ավելի հզոր հրթիռներ արձակել։ Իրանի ամենաազդեցիկ ռազմական կառույցի տարածած հայտարարությունում նշվում է, որ ոչ թե ԱՄՆ-ն կորոշի, թե երբ կավարտվի պատերազմը, այլ Իրանը, որը նաև թույլ չի տա, որ մեջբերում է 1 լիտր նավթ դուրս գա տարածաշրջանից, եթե հարձակումները շարունակվեն։ Թրամփին պատասխանել է նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, հայտարարելով, որ իրանցիները չեն վախենում, մեջբերում եմ նրա դատարկ սպառնալիքից։ Ձեզանից ավելի ուժեղները չեն կարողացել վերացնել իրանցի ժողովրդին, այնպես որ զգույշ եղեք, որպեսզի ինքներդ չկործանվեք։ Ալի Լարիջանի նաև զգուշացրել է Հորմուզի նեղուցը կամ կդառնա խաղաղության եւ բարգավաճման նեղուց բոլորի համար, կամ պարտության եւ տառապանքի նեղուց, մեջբերում են պատերազմ հրահրողների համար։ Իսկ Իրանի արտգործնախարարը քիչ հավանական է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը Աբբաս Արաղչին ասել է, թե փետրվարին Ժնևի հանդիպումների ժամանակ ԱՄՆ-ն վստահեցնում էր, թե չեն հարձակվի, սակայն դրժեց խոստումը։ Չեմ կարծում, որ ամերիկացիների հետ բանակցելու հարցը կրկին օրակարգում կլինի, որովհետև գիտեք, մենք ամերիկացիների հետ բանակցելու շատ դառը փորձ ունենք։ Իրանի կառավարության խոսնակը մինչդեռ ասել է, որ ցանկացած միջնորդություն տեղի կունենա միայն եթե հրադադար հաստատվի եւ երաշխիքներ տրվեն, որ հետագայում չեն հարձակվի։ Այս զարգացումներին զուգահեռ Իրանը հայտարարել է, որ հարվածել է Իսրայելի Հայֆա քաղաքի նավթավերամշակման գործարանին պաշտոնական տվյալներով միայն վերջին 24 ժամում Իսրայելում 191 մարդ է վիրավորվել իրանական հարվածներից։ Իրանը նաև հարվածել է Իրաքի Հարիր ավիաբազայում գտնվող ԱՄՆ բանակի կենտրոնակայանին, Սաուդյան Արաբիայում էլ նավթահանքի, Բահրեյնում իրանական հարվածից կա զոհ եւ վիրավորներ, Աբու Դաբիում անօթաչուի հարվածից հրդեհ է բռնկվել արդյունաբերական համալիրում։ Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային խոշոր ընկերությունը անօթաչուի հարվածից հետո փակել է վերամշակման իր գործարաններից մեկը։ Իրոթային տարածքում երկու հրթիռ խոցելուց հետո Թուրքիան հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ամերիկյան Պատրիոտ համակարգ է տեղակայել երկրում։ Արտգործնախարար Հական Ֆիդանն էլ իրանցի պաշտոնակցին զգուշացրել է, եթե օդային տարածքի խախտումները կրկնվեն, Թուրքիան անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի։ Իսրայելի բանակն իր հերթին նոր հարվածներ է հասցրել Թեհրանին։ Իսրայելական 12-րդ ալիքը իր աղբյուրներին հողումով հայտնում է, որ հարվածել են Թեհրանում գտնվող միջուկային լաբորատորիաների։ Իրանը դեռ չի մեկնաբանել։ Իրանական ինքնագործակալության փոխանցմամբ իսրայելական հարվածներից զոհեր եւ վիրավորներ կան Արաք քաղաքում եւ Լորեստան նահանգում։ Փետրվարի 28-ից ի վեր ըստ իրանական աղբյուրների երկրում առնվազն 1230 մարդ է սպանվել, որից 460-ը Թեհրանում։ Վիրավորվել է մոտ 4000-ը։ Հարձակման ենթարկվելուց հետո Իրանում 9 հիվանդանոց այլևս չի գործում։ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի ենթակառուցվածքներին երկրի տարբեր հատվածներում։ Հաղորդվում է նաև հարավում կատաղի բախումների մասին։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլան իր հերթին պնդել է, որ հարվածել է իսրայելական զորքին։ Պաշտոնական տվյալներով Լիբանանում առայսօր զոհվել է առնվազն 486 մարդ, վիրավորվել 1313-ը։ Միայն վերջին 24 ժամում 100,000 մարդ է տեղահանվել։ Ընդհանուր տեղահանվածների թիվը անցնում է 667,000-ը։ Ռազմական գործողությունների ֆոնին նավթի գինը շարունակում է աճել, թեև Թրամփի հայտարարություններից հետո մի փոքր նվազել է տատանվելով $95 սահմաններում։ Եգիպտոսում վառելիքի գինը բարձրացել է 30%-ով։ Պակիստանը, Թայլանդը, Վիետնամը եւ այլ երկրներ էներգախնայողության միջոցների են դիմում։ Հիմա տեղափոխվենք հայ-իրանական սահման, այստեղով պատերազմի նախորդ 10 օրերին իրանցիները գալիս էին Հայաստան։ Ռոբերտ Զարգարյանը ուղիղ կապով մեզ է միացել։ Ռոբերտ, բարի երեկո, արդյոք այսօր եւս եկողներ կան եւ արդյոք ռազմական գործողությունների կիզակետից են նրանք ու ինչ են պատմում։ Բարի երեկո Աստիկ, այո, այսօր էլ Հայաստան անցած մարդիկ էլ կան, ճիշտ է նրանց թիվը մեծ չէ, մոտ 30 րոպեն պարբերականությամբ մեկ խումբ է սահմանը հատում, հիմնականում ընտանիքներ են, որոնք
կտրականապես համենայն դեպս այսօր ում փորձել եմ մոտենալ ու զրուցել տեսախցիկի առջև կտրականապես հրաժարվում են խոսել, ասում են, որ եթե նրանք Երևան հետագայում արդեն Իրան վերադառնալիս խնդիրներ կունենան, տարբեր քաղաքներից ու բնակավայրերից են Հայաստան գալիս եւ Թեհրանից, եւ Սպահանից, նաեւ Շիրազից եկած մարդու ենք այսօր հանդիպել։ Ընդհանուր առմամբ նրանք պատմում են, որ հյուսիսային շրջաններում Իրանի իրավիճակը ավելի հանդարտ է, քան հարավային տարածքներում եւ հիմնականում օրինակ Թեհրանից եկած մարդիկ պատմում են, որ հարվածները բավականին շատ են, այս գնահատականը բոլորից ենք լսում, անկախ հանգամանքից նրանք հարվածների կիզակետից են գալիս, թե ոչ, բոլորը վախեցած են ու բոլորն էլ նույն կարծիքին են, ցանկանում են, որ այս պատերազմն ի վերջո շուտ ավարտվի, ճիշտ է, ամեն մարդ իր տարբերակն է պատկերացնում, թե ինչպես պիտի ավարտվի, այն ընտանիքները, ում տեսնում ենք, որոնք մեծ ճամպրուկներով սահմանը անցնում են, նրանք հիմնականում ասում են, որ կամ պետք է ռեժիմն ի վերջո փոխվի, կամ գոնե Իրանի ներկայիս իշխանության հռետորաբանությունը, քաղաքականությունը մեղմացվի, որ ավելի պակաս ռազմատենչ լինեն, կան նաև մարդիկ, որոնք կտրականապես այլ տեսակետ ունեն, նրանք էլ Միացյալ Նահանգներին ու Իսրայելին են մեղադրում ու պնդում են, որ պատերազմը կավարտվի այն դեպքում, երբ որ արդեն նրանք հետ քայլ անեն, տարբեր կարծիքներ եմ լսում եւ այսօր եւ անցնող այս 10 օրերի ընթացքում մարդկանց հիմնական տեսակետները եթե ամփոփեմ, ընտանիքներով եկած մարդիկ, ովքեր Հայաստանում փորձում են առնվազն որոշ ժամանակով ապահովություն գտնել, նրանք ցանկանում են, որ ռեժիմը փոխվի, այդպես են լուծումը պատկերացնում, կան նաև մարդիկ, որոնք ուղիղ հակառակ տեսակետ ունեն եւ սլաքները Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմն են թեքում։ Աստղիկ Ռոբերտ, ցերեկը Ամերիկայի պաշտպանության նախարարը հայտարարեց, թե այսօր ամենաինտենսիվ հարվածներն են հասցվելու Իրանին։ Արդյոք այն մարդիկ, որոնց հետ դու կարողացել ես թեկուզ առանց տեսախցիկի զրուցել, ինչ որ բան պատմել են նոր հարվածների մասին։ Տես Աստղիկ, օրինակ Թեհրանից այստեղ հասնելու համար բավականին երկար ժամանակ է պետք, օրինակ մի տղայի հետ էինք զրուցում, ով պատմում էր, որ 2 օր Թեհրանից ագարակի անցակետ է հասել, այսինքն թարմ հարվածները այսօրվա, ինչի մասին պատմեցիր, ականատեսների չեմ հանդիպել, թեև մարդիկ ասում են, որ իրավիճակը բավականին ծանր է, իրենք եթե ականատեսել չեն եղել, ապա բոլորն էլ ծանոթներ, հարազատներ ունեն եւ Թեհրանում եւ մյուս քաղաքներում եւ բոլորն էլ պատմում են, որ բավականին ծանր դրություն է Իրանում եւ վախեցած են բացառապես բոլորը։ Աստղիկ Շնորհակալություն, ես հիշեցնեմ Սյունիքից հայ-իրանական անցակետից մեծ Ռոբերտ Զարգարյանն էր միացել։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Եվ հիմա ես փաստերով, կոնկրետ ապացույցներով Նոր ադրբեջանական դիրքի թեման չի փակվում։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Թաթոյանի թիմը Պապիկյանից բացատրություններ է պահանջում։ Ցեղասպանության թանգարանի տնօրենը հեռացման դիմում է գրել. աշխատակազմը չի հավատում նրա պաշտոնանկության պաշտոնական վարկածին։ Նիկոլ Փաշինյանը միջուկային էներգիայի գագաթնաժողովի ընթացքում վերահաստատեց. Հայաստանը գործող ատոմակայանը որոշել է փոխարինել փոքր մոդուլային ռեակտորով։ Ով է ստում Գեղարքունիքում ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հայտարարությունը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սուտ էր որակել։
Թաթոյանն իր հայտարարության տակ արբանյակային լուսանկարներ էր դրել։ Այս երկու հակադիր հայտարարությունների ֆոնին նաև լրագրողական հետաքննություններ եղան, հաստատելով Թաթոյանի ասածը, որ մինչ Փաշինյանն ու Ալիևը հաստատված խաղաղության մասին հայտարարություններ էին անում, Վաշինգտոնյան համաձայնություններին ընդառաջ ադրբեջանցիները Հայաստանի տարածքում նոր դիրք էին կառուցում։ Այսօր Թաթոյանի թիմակիցները պաշտպանության նախարարության մոտ Սուրեն Պապիկյանից բացատրություններ են պահանջել։ Այսօրվա ձեր ներկայացրածը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանի ամբիոնից ստել է հանրությունից թաքցնելով, որ ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքում անցած տարի նոր դիրք են կառուցել։ Այսօր այս պնդմամբ պաշտպանության նախարարության մոտ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թիմակիցներն էին հավաքվել եւ նախարարից պարզաբանում էին պահանջում։ Սրանք այն փաստաթղթերն են, որոնք ես պատրաստում եմ հանձնել պաշտպանության նախարարություն, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից պատասխան պահանջելով, թե ինչու են նրանք հերթական անգամ խաբել, ստել մեր հասարակությանը, չեն ասել, որ Ադրբեջանը ներխուժում է իրականացրել, մասնավորապես Վարդենիսի տարածաշրջանի հատվածում տեղի ունեցել դիրքային առաջխաղացումներ, ամրացրել են նրանք իրենց դիրքերը։ Եվ հիմա ես փաստերով, կոնկրետ ապացույցներով Որ ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներում ավելի են ամրապնդվել եւ տեղ-տեղ էլ առաջ եկել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած միասնության թևեր նախաձեռնության ղեկավարը հայտարարել էր անցած շաբաթ։ Ասածը հիմնավորել էր արբանյակային լուսանկարներով։ Սա սահմանն է հայ-ադրբեջանական, սա ադրբեջանական դիրքն է, որ դեռ ներխուժել էին մի քանի տարի առաջ, եւ սա արդեն նոր դիրքի տեղակայում է Հայաստանի Հանրապետության տարածքից ներս ու ներխուժում Հայաստանի Հանրապետության սահման։ Արման Թաթոյանին նույն օրը խորհրդարանում կտրուկ ու շատ կարճ էր արձագանքել պաշտպանության նախարարը։ Ձեր նշած անձնավորությունը ստում է։ Նման բան չկա, սիրելի հայրենակիցներ։ Պարոնայք, մենք ունենք փաստեր, մենք ունենք արբանյակային լուսանկարներ, մենք ունենք կոորդինատներ, մենք բոլոր փաստերը ունենք։ Եթե դուք կարող եք, ոչ թե մերկապարանոց հայտարարություններ արեք, այլ հստակ փաստերով հերքեք։ Եթե չեք հերքում, պատասխան տվեք մեր հանրությանը։ Պաշտպանության նախարարի եւ միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամների այս փոխադարձ մեղադրանքներին զուգահեռ Civilnet-ն ու Factor TV-ն ստուգել են Արման Թաթոյանի հայտարարությունները եւ պարզել, որ ամռանը Սոտքի հատվածում ադրբեջանցիները նոր դիրք են կառուցել, որի մի հատվածն էլ Հայաստանի սուվերեն տարածքում է։ Այդ դեպքում ինչու էր նախարար Պապիկյանը խորհրդարանում պնդում, թե Արման Թաթոյանը ստում է եւ ինչպես են Հայաստանի իրավասու մարմինները արձագանքել Հայաստանի տարածքում դիրքեր կառուցելու Բաքվի քայլերին։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ռազմական գերատեսչությունից, սակայն խոսնակը մեր զանգերին օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց։ Իրականությունը շատ պարզ է, որ այո, ադրբեջանական կողմը որոշ բարելավումներ արել է։ Հայ-ադրբեջանական հակամարտությունները լուսաբանած լրագրող Թաթուլ Հակոբյանը չի հասկանում։ Իշխանության ներկայացուցիչները ինչու են թաքցնում, որ Ադրբեջանը հայկական տարածքներն օկուպացնելուց հետո դիրքեր կառուցելով ամրապնդվում է Հայաստանի սուվերեն տարածքում։ Հակոբյանը ուշադրություն է հրավիրում հատկապես այն հանգամանքի վրա, որ մի այդպիսի դիրք էլ կառուցվել է օգոստոսին, երբ Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում հայտարարում էին, թե խաղաղություն է հաստատված։ Նրա կարծիքով իշխանությունը առհասարակ փորձում է մոռացության մատնել օկուպացված տարածքների հարցը։ Պաշտոնական Երևանի քաղաքականությունն է, որ այո, հնարավորինս շատ քիչ հիշենք այդ 250 քառակուսի կիլոմետրի մասին եւ ավելի շատ գովաբանենք, ինչպես իրենք են անում, ասենք ադրբեջանական բենզինը եւ չգիտեմ, խաղաղությանը օժանդակող այլ որոշակի գործողություններ։ Իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ օկուպացված տարածքների հարցը լուծվելու է հայ-ադրբեջանական սահմանազատմամբ։ Ըստ պաշտոնական Երևանի, Ադրբեջանը օկուպացված է պահում Հայաստանի տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր։ Թաթուլ Հակոբյանի տեղեկություններով Բաքուն զավթած յուրաքանչյուր հատվածի համար քարտեզ է պատրաստել, որպեսզի սահմանազատման ընթացքում դրանք օգտագործելով հայկական տարածքները ներկայացնի որպես ադրբեջանական։ Իսկ սահմանազատման հայ-ադրբեջանական փաստաթղթում որևէ թվականի կոնկրետ քարտեզ չի ամրագրվել։ Այսինքն իրենք մի քարտեզով չեն առաջնորդվելու եւ ամեն մի զավթված տարածքի համար, եթե նույնիսկ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների ընթացքում այդ
այս տարածքների փոխանակման այս գործընթացը լինի, միևնույնն է ադրբեջանական կողմը փորձում է դա հիմնավորել, որ այս տարածքները մերն են։ Արման Թաթոյանը նաև պնդել էր, որ Հայաստանի տարածքում Բաքուն ճանապարհ է կառուցել։ Այս դեպքում եւս Civilnet-ը պարզել է, որ ադրբեջանական կողմն իսկապես Հայաստանի տարածքում բարելավել է դեպի իր դիրքերը տանող ճանապարհները։ Թաթոյանը նաև պնդել էր, թե Ջերմուկի հատվածի օկուպացված տարածքում տեղակայված երկու դիրքում եւս հապշտապ ամրաշինական աշխատանքներ են արվել։ Այս դեպքում սակայն ըստ Civilnet-ի դեռ 2023-ին են աշխատանքներ իրականացվել։ Եվ մինչ լրագրողներն ուսումնասիրում են պաշտոնյաներին եւ նրանց ընդդիմախոսների պնդումները, քաղաքացիական պայմանագրի падգամավոր Լիլի Մինասյանը անցած շաբաթ խորհրդարանում Սուրեն Պապիկյանի հետ հարցուպատասխանի ընթացքում առաջարկում էր օրենսդրական մի լուծում, որով լրագրողներին կարգելվի պետական գերատեսչության հերքումից հետո թեմային անդրադառնալ։ Քանի որ հիբրիդային հարձակումները եւ խաղաղության դեմ ուղղված նյուանսները շատանալու են այս ընթացքում նախընտրական փուլում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք լիազորված մարմնից հետո, եթե օրինակ լիազորված մարմինը հայտարարում է, որ նման բան տեղի չի ունեցել, այդ լուրերը ծիրաժավորելը եւ պատասխանատվության ենթարկենք լրատվամիջոցներին, օրինակ, որոնք որ շարունակում են այդ լուրերը տարածել։ Շնորհակալ եմ, կարող ենք համատեղ աշխատել դրա շուրջ, մենք դեմ չենք։ Դա մի ցուցիչ կլինի, որ Հայաստանը խոսելով արևմտյան արժեքների Եվրամիության մոտենալու մասին գնում է դեպի արևելք, դեպի բռնատիրական երկրներ։ Տարակուսած է լրագրող Թաթուլ Հակոբյանը, ինչպես կարող են նման նախաձեռնությամբ հանդես գալ եւ արգելել լրագրողներին իրենց աշխատանքն անել։ Իսկ պաշտոնյաները հատկապես անվտանգային հարցերով ասում է, միշտ չէ, որ ճշգրիտ տեղեկություն են տալիս, հիշեցրեց 44-օրյա պատերազմի պաշտոնական լրահոսը, որ ապատեղեկատվության ցայտուն օրինակներից էր։ Մի քանի օր տարածվող լուրերը, թե Ցեղասպանության թանգարանի տնօրենը ոչ իր կամքով հեռանում է, հաստատվեցին։ Ազատությունը տեղեկացել է, որ նա հեռանալու դիմում է գրել ըստ աշխատակազմի կրթության նախարարության ցուցումով։ Նրան արդեն փոխարինող կա վարչապետի աշխատակազմի նախկին պաշտոնյան։ Թեև թանգարանի աշխատակիցներին այլ պատճառաբանություն է ներկայացվել, բայց պատճառը կարծես Հայաստան երբևէ այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի հետ Կզոյանի շփումն էր, որ դուրս էր եկել 1915-ի իրադարձությունների շրջանակից, հասնելով մինչև ադրբեջանական բռնություններ։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց Թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռանում է, առայժմ առանց մեկնաբանությունների։ Նրան փոխարինողի տրամադրությամբ առավոտյան թանգարան է եկել դիվանագետ վարչապետ Փաշինյանի նախկին օգնական, նրա աշխատակազմի արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանը։ Ժամանակավոր պաշտոնակատարն է տնօրենի։ Եկավ այսօր ներկայացավ, ասացին, որ ինքն է լինելու մոտ ժամանակներս միջև նոր ընտրությունների մասին հայտարարություն լինի։ Հրաչյա Թաշչյանը Գզոյանի աշխատասենյակ էր շտապում, որպես հյուր ասաց։ Հյուր որպես, հյուր։ Հյուր եք եկել։ Այո, Տիկին Գզոյանի մոտ։ Թաշչյանի ժամանակավոր նշանակման ու Գզոյանի հեռանալու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռ չի տրամադրվել։ Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի աշխատակիցները տեղեկացել են, որ Էդիտա Գզոյանին կրթության նախարարությունից են ստիպել դիմում գրել հեռանալ։ Օրեր առաջ բոլոր 74 աշխատակիցները դիմել էին վարչապետին, հույսով, որ կվերանայվի այս պարտադրանքը։ Մեր թանգարանի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ բոլոր աշխատակիցները միասնաբար առանց բացառության նույն հարցով դիմեցին ինչ որ վերի մարմնիմա։ Ես շատ լավ հասկանում եմ, որ սա պետական հիմնարկ է եւ մեր այսպես գլխադասային, այսպես, չգիտեմ ոնց է կոչվում, այդ կազմակերպությունը կրթության գիտության նախարարություն։ Ես շատ լավ հասկանում եմ, որ նրանք լրիվ իրավասություն ունեն տնօրենել փոխեն ամեն ինչ փոխեն։ Բայց ես իմ համար ամենամեծ վիրավորանքը է վերևի շատերի, բայց լավ շատերի մյուսների համար չխոսեմ։ Այնա որ մեր հետ ոչ ոք չի խոսում։ Մեզ որպես գիտնականներ 20 տարի ինձանից երկար աշխատողներ կան այստեղ, գիտնականներ, որ օրը գիշեր այս աշխատանքի մեջ են, ոչ ոք չի հարգել, չի եկել մեր հետ խոսել։ Թանգարան ինստիտուտի բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանը շեշտում է, գիտության միջազգայնացման անհրաժեշտության մասին են անընդհատ խոսում, բայց ստիպում հեռանալ բարձր վարկանիշ ունեցող գիտնականին Գզոյանին։ Չենք սպասում, որովհետև իրականում մենք նույնիսկ ավելի շատ կսպասենք, որ մեր տնօրեն պարգևատրեն իր լավ աշխատանքի համար եւ ոչ թե ինչ որ կատարվեց։ Սա
Այստեղ խնդիրը տնօրենը չի, այստեղ խնդիրը արդարության հարցն է, էլի։ Որևէ բացատրություն ներկայացվել է։ Դե մեզ ասում են, որ դա շինարարության հետ կապված խնդիր է, բայց մի տեսակ անլուրջ է։ Տարակուսում են աշխատակիցները, գիտնականներն ինչ կապ ունեն շինարարության հետ։ Նախարարությունը մրցույթ է հայտարարել ընտրել շինարարին վերահսկող կա։ Խորհրդական Միհրան Մովսիսյանը ենթադրում է շինարարության պատրվակով, բայց այլ պատճառով են տնօրենին հորդորել դիմում գրել։ Տարբեր ենթադրություններ, բայց իմ համոզումս այն է, որ այն, որ դրվեցավ որպես պատճառաբանություն, այդ մեկի իրականության չի համապատասխաներ։ Բոլոր քարերը ջարդելով են հանելու։ Հուշահամալիրի ամփոփ շինարարության վերաբերյալ սկանդալը ամռան վերջին պայթեց։ Կրթության նախարարը երբևէ որևէ ակնարկ չի արել, թե տնօրենը պատասխանատու է այս տեսարանի համար, բայց հետաքրքիր մանրամասն կա այստեղ։ Ժաննա Անդրեասյանը կանոնավոր այցելում ու հետևում է շինարարության ընթացքին, այցից լուսանկարներ տարածում։ Դրանցում միշտ տեսնում էինք նաև Թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին։ Նրան նախարարի կողքին այլևս չենք տեսնում Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի այցից հետո։ Ներկայացրեցի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում 3 խաչքարերը, որոնք կան նվիրված սովետական Ադրբեջանում հայերի դեմ իրականացված բռնությունների եւ նաև 5 ազատամարտիկների շիրիմներին, որոնք որ ամփոփված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում։ Վենս ամուսիններին հուշահամալիրի տարածքում Գզոյաններ ուղեկցում։ Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերի զոհերի հիշատակի խաչքարերի կողքով անցնելիս պատմել այդ արյունոտ իրադարձություններին նաև Արցախյան պատերազմի մասին, հյուրերին փոխանցել գրքեր Արցախի խնդրի ու հայոց ցեղասպանության մասին։ Իդեպ Թանգարան ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ էլ ոչ թե Լեռնային Ղարաբաղ, ինչպես Հայաստանի բարձրաստիճաններն են նախընտրում հնչեցնել, այլ Արցախ է գրված։ Վենսի այցի հետ կապ ունի հրաժարական պարտադրելը, աշխատակիցները միանշանակ չեն պնդի։ Կարող է, չգիտեմ։ Ոչ ոք մեզ ուղիղ տեքստով դա չի ասել, մի քիչ դժվարանում եմ այդ պատասխանը։ Որ ինչ-որ բան դուր չի եկել կառավարական դեմքերին, պարզ է դառնում նաև Վենսի այցին հաջորդած խորհրդարանական հարց ու պատասխանից։ Այստեղ վարչապետ Փաշինյանը անդրադառնալով Վենսի հուշահամալիր կատարած այցի արարողակարգային մասին, խոսքի վերջում մի միտք է նետում։ Տեղի են ունեցել բաներ, որ ավելի ճիշտ կլիներ տեղի չունենան, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է։ Ինչ է եղել, որ չպիտի լիներ, պարզ չէ, բայց պարզ է այն, որ Էդիտա Գզոյանի պաշտոնավարման շուրջ քննարկումները սկսվել են Վենսի այցից հետո։ Այս թեմայով մեր հարցերին կրթության նախարարությունից չեն պատասխանում, ասացին միայն գրավոր հարցման դեպքում։ Հնդածս հիշեցնում են, որ Թանգարան ինստիտուտը կառավարում է հոգաբարձուների խորհուրդը։ Իդեպ հոգաբարձուների խորհուրդը գլխավորող ֆրանսիահայ ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգյանը նույնպես վայր է դրել լիազորությունները։ Ըստ Թանգարան ինստիտուտի աշխատակիցների խորհրդի մի քանի անդամներ նույնպես։ Նոր տնօրենին ընտրում է 15 հոգանոց այս խորհուրդը։ Վարչապետ Փաշինյանը մարտի 6-ի որոշմամբ արդեն իսկ համալրել է խորհրդի կազմը նորանուններով։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրներին Ալեքսանդր Սարգսյանին եւ Լևոն Սարգսյանին իրավապահները փետրվարին մեղադրանք են առաջադրել դեռ 2020-ից քննվող մի գործով, որի առանցքային մեղադրյալներից է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, ենթադրվում է, որ նա Հայաստանում չէ ու հիմա հակակոռուպցիոն դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Լևոն Սարգսյանը վաղուց էր հետախուզվում մեկ այլ գործի շրջանակներում։ Այս նոր գործով Սարգսյանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ, ըստ մեղադրանքի նրանք 2001-2018 թվականներին օգտագործելով իրենց ազդեցությունը պետական միջոցներ են վատնել, երբ զինծառայողները իրենց բուն պարտականությունները կատարելու փոխարեն եղբայրների մոտ վարորդ եւ թիկնապահ են աշխատել, վարձատրվելով բյուջեից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում մասնակցեց միջուկային էներգիայի գագաթնաժողովին, որտեղ վերահաստատեց, որ Հայաստանը ցանկանում է գործող ատոմակայանը փոխարինել փոքր մոդուլային ռեակտորով ատոմակայանով, բայց թե ում տեխնոլոգիան է ընտրել Հայաստանը, ամերիկյան, ռուսական, թե այլ երկրի, վարչապետը Փարիզում էլ չի հստակեցրել։
Միջուկային էներգիայի Փարիզյան գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, Մեծամորի ատոմակայանի ժամկետը լրանալուց հետո Հայաստանը որոշել է անցնել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի։ Մի շարք երկրների առաջնորդների առջև Փաշինյանը խոսեց արդեն գործնական քայլերի մասին։ Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր։ Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող եւ անվտանգ անցման համար։ Այս նպատակով մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում։ Reactor technologies which offer promising prospects. Փաշինյանը հիշեցրեց, որ մոդուլային ռեակտորներն ավելի կարճ շինարարական ժամկետներ են պահանջում, հզորությունը կարող է ընդլայնվել, ինչն ավելի լավ է համապատասխանում Հայաստանի էլեկտրացանցերի կարիքներին։ With these considerations, Armenia has made a decision. Հաշվի առնելով այս հանգամանքները Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները եւ գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ եւ միջուկային անվտանգության, պաշտպանվածության եւ չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ։ To the highest standards of nuclear safety, security and non-proliferation. Մոդուլային ռեակտորների թեման վարչապետն այսօր առանձին հանդիպմանը քննարկել է նաև ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Միայն թե գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ, թե որ երկրի արտադրության ռեակտորների վրա կանգ կառնի Հայաստանը։ Համաժողովի ամբիոնից էլ վարչապետը փակագծեր չբացեց։ Այս հարցի պատճառով, սակայն Երևանը դարձել է աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կռվախնձոր, մասնավորապես Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան հայտարարությունից հետո։ Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում։ Չուշացավ Ռուսաստանի պատասխանը։ Մարիա Զախարովան չէր քննադատել Հայաստանի իշխանություններին, բայց կասկածի տակ էր դրել ամերիկյան ռեակտորների արդյունավետությունը։ Հայաստանը իհարկե ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը իսկապես հարցեր են առաջացնում։ Ինչ են այդ ռեակտորները իրենցից ներկայացնում եւ որտեղ են արդեն շահագործվում։ Իսկ փոխարտգործնախարար Գալուզինն ավելի ուղիղ էր ասել, որ Մոսկվան մտադիր է հետագայում եւս հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր, ուստի Ռոսատոմը պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նոր ատոմակայանի շինարարությունը։ Երևանը ստիպված եղավ մի քանի անգամ բացատրել, որ ամերիկյան ռեակտորներ ձեռք բերելու որոշում չկա, ընդամենը ստորագրվել է փաստաթուղթ, որը հայկական կողմին հնարավորություն կտա ամբողջական տեղեկատվություն ստանալ ամերիկյան տեխնոլոգիաների մասին։ Համաձայնագիրը ստորագրվել է նրա համար, որպեսզի մենք ավելի խորացված հաջորդ շերտի անհրաժեշտ տեղեկատվությունը ստանանք եւ մենք գնում ենք առաջ այդ ճանապարհով, բայց ոչ միայն Միացյալ Նահանգների հետ, բոլոր այն գործընկերների հետ, որ այդ տեխնոլոգիան ունեն։ Հայաստանը դիտարկում է Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հարավային Կորեայի եւ Չինաստանի առաջարկները։ Իդեպ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ այսօր հայտարարեց, որ դաշինքը մոդուլային ռեակտորների նոր ռազմավարություն է որդեգրել։ Մեր նպատակը շատ պարզ է, մենք ուզում ենք, որ այս նոր տեխնոլոգիան Եվրոպայում գործարկվի 2030 թվականից, որպեսզի այն կարողանա կարևոր դեր խաղալ ավանդական ռեակտորների կողքին, ճկուն, անվտանգ եւ էներգաարդյունավետ համակարգում։ Եվրամիության որևէ երկրում դեռ չեն տեղակայվել մոդուլային փոքր ռեակտորներ, կան միայն հաղորդումներ մտադրությունների մասին։
Թողարկման թեմաները սրանք էին ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է սոցցանցերի մերեջերում եւս հետևեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։